Մեր հյուրն է հրապարակախոս Սարգիս Հացպանյանը, իդեպ հաղորդման սկզբում ես հենց Սարգիս Հացպանյանի հարցազրույցից մի քանի հատված կարդացել էի եւ կարծես հաղորդման ընթացքում հնչած կարծիքների հետ պարոն Հացպանյանը համաձայն չէ, պարոն Հացպանյան կոնկրետ որ կարծիքի հետ համաձայն չէ եւ եթե չեմ սխալվում նաեւ նեղսրտած եք, վիրավորված եք, որ մենք ձեզ չենք հրավիրել հաղորդմանը։ Այո, շնորհակալ եմ նախ հրավերի համար, որովհետև սա այդ փաստողածը լրացնելու պահն է, ու շնորհակալ եմ, որ հիմա արտահայտվելու իրավունքից եմ իմ օգտվում։ Գիտեք, թե մարդու իրավունքների, այսպես ասած, հռչակագրում, թե մեր Հայաստանի Հանրապետության սահմանադրությունում մարդկանց կարծիք արտահայտելու իրավունքը ամրագրված է։ Դրանից ավել ես լինելով Ֆրանսիայից, Փարիզից, Ֆրանսիայի Հանրապետության, այսպես ասած, քաղաքացի, շատ լավ գիտեմ ինչ է ազատ Եվրոպան, գիտեմ ինչ է ազատությունը, գիտեմ այդ ամբողջ, այսպես ասած, Եվրոպայի պատմության ժամանակահատվածը, որը շատ կուզենայի, որ իմ արդեն 27 տարիներ ապրածս Հայաստանում, Հայաստան երկրում, հասարակությունը շատ բազմագարձիկ լինի, նույն հարցի արդիվ մարդիկ արտահայտվեն ազատորեն, առանց որևէ ջնշումի եւ այլն։ Ուրեմն ես այդ ծեր երկու զրուցակցի եւ նաեւ ձեր արտահայտած որոշակի մոդեցումներին հետ բոլորովին հագոտնյա գարձիկ արտահայտող մարդ եմ։ Դրանցից ամենակարևորները ասեմ, որ մեկը այդ մասնակետ օրիորդ թեդիգին չգիտեմ անունը արտահայտած մարդապան մշակութապանի ասածն է, որ հայերի մոտ անլիարժեքության փարթույթ կա, ձևավորված, որ մենք ուզում ենք մեզ հնացնել, մեր ազգային անցյալը, չգիտեմ ինչը եւ այլն, եւ դա իբրև շատ էական հանգամանք էր նշում, ես չգիտեմ իր այսպես ասած ուսումնառության ժամանակահատվածը, բայց Եվրոպան այդ հարցին շատ վաղուց է պատասխանել, որ ամբողջ Եվրոպայում լուսավորությունը, լույսը, դա հայերի շնորհքով է եղել, հենց Պավլիկյան շարժման ժամանակահատվածում, Բյուզանդիոնի ժամանակահատվածում աքսորված հայությունը լուսավորության ջահն են Եվրոպա դարել ու մենք մեզ հնացնելու, չգիտեմ ինչի, ոչ մի փարթույթով դարաբող ազգ չենք, ցանկացած ազգ այս աշխարհում սովորելիք ունի, սովորել է հայությունից եւ այդ փարթույթով երևի թե դարաբում են նրանք, ովքեր հայոց պատմությունը չգիտեն։ Սա իմ կարծիքն է, ամենակարևորը։ Երկրորդը ուրեմն խառնամուսնություններ, դա դրանից դուժում ենք, թե չենք դուժում, դրան է վերաբերվում։ Ես ծեր մեջբերած հոդվածում արդեն այդ հարցին լիարժեք պատասխանը տվել եմ, ես Սփյուռքի հայ եմ, Սփյուռքում եմ ձևավորվել, ես շատ լավ գիտեմ, որ այսօր օրինակի համար մոտավորապես 600,000-ից ավելի թվականագով հայություն կա Ֆրանսիայում, այդ հայությունից երևի թե 10,000-ի շուրջն է, որ Հայաստանի դեղը գիտի, դեղ կոնկրետ, քարտեզի վրա։ Հիմա այդ 10%-ից էդյան, 10,000-ից էդյան գտնվող հայությունը մեծ մասը, ոչ բոլորը, խառնամուսնությունների արդյունքում իրենք, այսպես ասած, ուծացած, ձուլված հայությունն է։ Ես ունեցել եմ համալսարանական շրջանում ուրեմն ընկերներ, ձակումով հայ, ոչ հայ, երկու տարբեր բաների մասին ենք խոսում, անունը հայկական, ազգանունը հայկական, ինքը ասում էր, իմ դասընկերներից մասին է խոսքը, որ իր մեծ հայրը հայ է եղել, անցյալ գադարյալ, մի քանի սերունդ 15 թվից հետո, այսպես ասած, Ֆրանս հաստատված ցեղասպանության զոհ վերաբրող հայության է վերաբերվում։ Քանի որ ես այդ ամբողջ ապրել եմ, իմ ամբողջ գիտակցությունը հիմնվել է դրա վրա։ Ես փնտրել եմ իմ հայությունը, ես փնտրել եմ իմ դունը, ես փնտրել եմ իմ լեզուն, իմ մշակույթը, այսպես։ Ու դրա համար էլ եկել եմ Հայաստան։ Ես այդ հոդվածում նշել էի, որ վերաբրողը ապրողի հետ չի կարելի համեմատել։ Հայը ունի իր տեսակը, վերաբրող տեսակը շատ մեծ թշպախտություն է նաև դա մեզ ամենամեծ ցավը ցեղասպանության արդյունքում աշխարհով մեկ ծրված հայությունն է, որ իր ինքնությունն է գործունում, իր ամբողջ այդ մշակութային արժեքները, որ ուներ իր հայրենի փնորանում ապրելիս, իր բնակավայրը փոխելուց է բանանում, պլյուս սրան առավել ավելացնում ենք ուրեմն խառնամուսնությունների եւ նրանցից այսպես ասած շարունակվող խաչասերման արդյունքում սերունդը ստացում է հայության վերջը։ Հիմա հարց,
ես ինքս ինձ տալիս եմ այդ հարցը։ Թալաթ Փաշան Էնվերը Ջեմալը ուզում էր մեր վերացումը աշխարհ մոլորակ երեսից։ Ասում էր հայությունը պիտի վերանա։ Հիմա ինչ տարբերություն հայությունը թալաթներ վերացում, թե մենք ինքներս ենք վերացնում, այսպես ասած, մեր դեսագի վերացմամբ։ Հայի գեն հասկացողությունը ինձ թվում է շատ գեղձ օրագարկ մտցված, հա, այսպես եզրույթեր կարելի ասել, որովհետև գենի մասին այստեղ խոսելը բոլորովին այլ բան է։ Ես հայ չեմ, որովհետև իմ հայրս մայրս է հայ, հա, դա չի իմ հայ լինելու բանը։ Ես հայ եմ, որովհետև ես հայերեն եմ խոսում, իմ պատմամշակութային արժեքների գրողն եմ, իմ փնորրանում եմ ապրում, հողը, որի վրա ես զարթնում եմ, քայլում եմ, հա, շնչում եմ այստեղի օդը իմն է, հա, այս ամբողջով եմ ես հայ, հասկանում եք։ Դա շատ էական բան է։ Սա չի նշանակում, որ օրինակ այսօր Լոս Անջելեսում ապրող կամ Վանկուվեր կամ Փարիզ մարդը հայ չի, եթե նա եւս իր ազգի իր ազգային ինքնության մշակույթի գրող է հանդիսանում, որոնք մադերի վրա կարելի հաշվել քիչ են, բայց կան։ Այսինքն ընդհանրացնել հարցը, բայց ես շատ կուզենայի խոսել դեսագի մասին, հայի դեսագը դա շատ կարևոր բան է, հա? Եվ այս դեսագը, այսպես ասած, կոսմոպոլիտ, այս հիմա ինչու՞ չես իմանում մոդա դարձած եւ նույնիսկ Facebook-յան քննարկումներում իմ համար կոնե շատ անհեթեթորեն, հա, քննարկվող ավելի շատ հայոյախառն բնորոշումներով հանդես եկած մի հատվածի մեր ազգի, ուրեմն այժմյա սերունդի մոտ երևի թե բոլորովին այլ ուղղորդմամբ է գնում, որ հայ դեսագը սկսել են նսեմացնել, ծաղրել, հա, մնացածի հետ համեմատելիս մեզի միշտ բան անել, այսպես երկրորդ, երրորդ սորտի տասել եւ այլն, որ ասում ես օրինակ հայոց լեզուն այսինչ ժամանակից վեր գոյություն է, հա, հային մնա ինքն է այս աշխարհը, մոդեցումը ասրա թեմեր արդայդված իմ վրդովմունքը, որ այդ խառնամուսությունների թեմայում ես ուզում էի ասել։ Դուք ասում եք ներողություն, ճիշտ հասկացա, որ խառնամուսություններից դուժում է հայի տեսակը։ Միայն։ Չի կարող չդուժել։ Եւ դա ես չեմ ասում, դա Ամերիկայի Միացյալ Նահանգների, հա, որի երևի թե հայկական ծառայության այսօր փամում ենք, չէ՞, փեմում ենք այստեղ ձեր մոտ, Ամերիկայի Միացյալ Նահանգների հոգեբաններից մեծամասնությունը արդայդվել են, այդ մասին ինչքան ուզեք գիտական աշխատանքներ կա, որ խառնամուսություններից ծնված երեխաների հոգեգերդվածքը, հոգեգան աշխարհը աղավաղված է, որովհետև երկփեղկված է, որովհետև երկու տարբեր բանի արդյունք է, հասկանում եք։ Դուք հիմա պատկերացնում եք, ես ունենամ այլ ազգի մայր, այլ ազգի հայր եւ դրա երեխան լինեմ ինքս, չէ՞։ Եթե իմ համար էսմի մշակույթը էական է, այդ մյուսը եւս մշակույթը էական է, չէ՞։ Ուրեմն ես թե դրանից պիտի ստանամ, թե դրանից պիտի ստանամ, որը իրականության մեջ պիտի որ իբրև փող լրացնող հարստացնի, չէ՞։ Ստացվեց, որ հավասարապես կիսում է երկու մշակույթները։ Հա, եթե հավասարապես կիսում է, բայց երբևէ դա չի լինում եւ դժբախտաբար մեր նման, այսպես ասած, աշխարհի թադերապեմից շատ վաղուց միայն թշնամական եւ այսպես ասած մեզ հագարակվող ուրեմն աշխարհում մեր փնորրանի Հայաստանի գորուստից հետո Հայաստան երկիրը մենք կորցրել ենք։ Այսօր մենք գտնվում ենք այդ երկրի 1/10-րդի վրա, որտեղ եւս այս մի պետություն, այս մի ունեցած, այս մի հողագդորը փոքրիկ եւս գործունելու վտանգի հետ ենք թեմ հանդիման, դրա համար մեր դեսակը շատ կարեւոր է, չափից դուրս կարեւոր է։ Պարոն Հասպանյան, եթե խառնամուսություններից ծնված երեխան խոսում է հայերեն, թեկուզ եւ չի ապրում Հայաստանում, հիմա նա հայ չէ։ Գիտեք ինչ, ես ցեզի կարող եմ օրինակ բերել, ես Ֆրանսիայում ապրած տարիներին հայերեն եմ դասավանդել այդ գիրագնորիա դպրոցներում եւ իմ աշակերտներից մեջ եղել է 4 սևամորթ հայ։ Հա, անուն ազգանուններով հայ, հա, Փոսկրյան ապկա, Կոտ դ'Իվուար։ Այդտեղի ծնունդ ուրեմն այդ հայերը իրենք մաշկով սևամորթ հայ, որոնք իրենք էին ցանկանում հայերենը սովորել եւ գիրարել։ Այդ 4-ից 2-ի հետ մինչև հիմա իմ այսպես ասած հարաբերությունները շարունակում է, ես ցեզ կարող եմ ասել, որ այդ 4-ից այսօր որևէ մեկի մոտ նույնիսկ դոգոսային հարաբերությամբ նայես մի քանի դոգոսի հայության նշույլ իսկ չի մնացել, բայց այդ որ ես ասում եմ 80-ականների թիվն է, հիմա արդեն 21-րդ դար ենք մտել այդ 21-րդ դարը, որ դուք սիրելով այսպես ասած գրտնում եք ձեր այդ զրույցի ժամանակ, որ դուք անընդհատ նշում եք, որ 21-րդ դարում արդյոք այս թեմային անդրադառնալը նման թեմաներով արդայդվելը հարիր է,
Չէ՞ որ ժամանակահատվածը 21-րդ դարում տեղին է խոսել այն մասին, որ հայուհին ամուսնացել է սևամորթի հետ եւ այդպես անարգանքի սյունին գամել է։ Այո, ամենադեղին է, որովհետեւ մենք քարորիա բادرազմ ենք անցել։ Սահմանը մեզնից մի քանի 100 մետրի վրա հայ երեխան մանգաբարդեզ է գնում, թալիշ ենք մենք ապրել ու վաղը երկրորդ անգամ պիտի ապրենք։ Այդքան է էական Էլդուսուս։ Ես հիմա հայ զինվոր եմ ման գալիս Արգենտինայում, Չիլիում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, որը գտնելը շատ դժվար է, լինելով նախկին սպիրկայի, գիտեմ Արցախյան ազատամարտի ինչ է, ուստի իմ համար անընկալելի է, որ իմ երկրում, իմ ոստանում, հա նման բան, ասում եմ անհատական մարդկանց կյանքը ոչ ոքին չի կարող հետաքրքրել, ինձ եւս չի հետաքրքրում, ինչալ մարդու քույնն է ինձ հետաքրքրում, չի գա այդպիսի բան, ոչ, հա դրա օդար լինելը, այսինքն այլազգի լինելու մասին եմ ես խոսում եւ դրա ռոպագանդում է ինքս գտնում եմ, որ անհարիր է մեր ապրած իրողության մեջ։ Տեսեք, ես ցեզ մի բան պիտի ասեմ, շատ հետաքրքիր է, այո, հա, ես բերել եմ Հրանտ Մատեոսյանի գիրքը, ես եմ, այո, ես եմ եւ այս գիրքը հարցազրույցների ամբողջականություն է, որ ես իմ փանդային դարիներում եղել է սեղանիս գիրքը, որովհետեւ 2005 թվականին է, եթե չեմ սխալվում, դուբակրվել է, դարբեր լրագրողներին դարբեր ժամանակահատվածում դրված բանն է, այստեղ հայի դեսագը, հայ մարդը, ահնիձորը, քյուղը, քաղաքը, համալսարանականը, գիտնականը ըսկանչելիորեն ասված է եւ մի շատ կարեւոր հանգամանք այս գրքի մեջ իրեն հարց է տվել մի լրագրող, ասում է Գաբրիել Գարսիա Մարքեզը իր ամբողջ ստեղծագործություններում կարևորում եւ առաջնահերթ առաջին պլան է հանում ածագանը։ Ասում է դուք ինչպես եք մտածում, ըստ Գաբրիել Գարսիա Մարքեզի առանց ածագանի վեբ լինել չի կարող գրություն Արցախ։ Հրանտ Մատեոսյանը դրան ըսկանչելիորեն պատասխանում ասում է իսկ մեր մոտ մեր ամբողջ լինելիությունը անցյալից առ այսօր ածագաններով է, մենք ածագան ենք վերևից ներքև։ Մեզ ասում է այդքան է պետք քոյագանը, քոյը, հա, մեր լինելը, հայկականը դա քոյագանն է։ Իմ համար դա ամենաեական բանն է այս ամբողջ գրքում։ Այդքան շատ բան կա մեջը, հա, գորդորեի նրանք ովքեր չունեն ցերկ բերել գարտալ, հայի դեսագի մասին ըսկանչելի արտահայտված է։ Ոչ հայի գեն, խնդրում եմ ճշգրտել, հայի դեսակ ես բարեպախտաբար քոնե իմ հոգեվերդվածս, մտածելակերպվածս, լեզուս, մշակույթուս հայի այն դեսագին է պատկանում, որը կարևորում է ինքնիրեն եւ ինքնահարկանք ունի։ Ես չեմ կարող ինքս ինձ չհարկելով որևէ այլ մշակույթին հարկել եւ չպահպանել իմ եղածը։ Այսքան բան, դա շատ կարևոր բան է։ Հիմա այս նույն Հրանտ Մատեոսյանը ունի մի ըսկանչելի բան, որ հadoop բերել եմ մեր մի այլ մեծության ըսկանչելիորեն փնորոշող։ Նա ասել է ճիշտ, գոբիտ, ճշգրիտ, շիդակ պիտի լինես, այնքան ինչքան իր ժամանակին Չարենցի եղավ։ Սա Հրանտ Մատեոսյանն է։ Հիմա երբ որ ճիշտի, ճշգրիտի մասին արտահայտում ես եւ դա գոբիտ ես ասում, օրինակ իմ նման մեկը որ հայդարագություն անվանում, չէ՞, այդ երևույթը, օ մի արցական, մի հարցագում, մի բան չգիտես ինչպես տագից դուրս գալ։ Ես իմ գարձիկս արտահայտելու իրավունքից եմ օգտվել եւ պիտի օգտվի ցանկացածը։ Իմ գարձիկի հետ ոչ ոք բարդավոր չի համացայն լինել, ինչը ես եմ բարդավոր, ուրիշի գարձիկի հետ բարդավոր լինելու։ Մենք պիտի միմյանց լսենք ու փորձենք հարգել։ Կարող ենք հագոտնյա մտածել, սա է իմ էությունը։ Հիմա ես ցեզ մի հատ հարց պիտի տամ։ Մեր Հայաստանի Հանրապետությունը անընդհատ ռոպագանդվելիս օդար միջավայրի, թշնամական միջավայրի իբրև պետություն մի զուգարներ անցկացվում Իսրայել պետության հետ։ Այ արաբական աշխարհի մեջ Իսրայելը փորձում է կոյադևել ռազմական թրությունը անընդմեջ բան, չէ՞, լսում ենք։ Մենք էլ այստեղ մի երկիր, որ մեզի բլոկադայի ենթարկում, հա, շրջապագել է Թուրքիայի Հանրապետություն, մյուսի հետ իբր թե հրաթաթարի մեջ, բայց առօրյա, ամենօրյա, ամենբահյա պատերազմի մեջ Ադրբեջան, չէ՞։ Այս թշնամական մթնոլորտում ապրող ոտքի վրա կանգնել փորձող Հայաստանի քաղաքացիներս այդ զուգահեռ անցկացնում եք։ Ես այս ուրեմն լուսանկարի հետ կապված քննարկումների արդյունքում իմացել եմ, չեմ իմացել, մինչ այդ ու զարմանալի իմ համար, որ Իսրայել պետությունում, Իսրայելում, հա, կա օրենք, որ խառնամուսությունները արգելված են եւ շատ մեծ դուժուդուկանք է հասնում դրանց, շշմելու բան։ Ու այդ հոդվածը, հա, անգլերեն լեզվով, հա,
թարգմանվել եւ թրվել է, չգիտեմ, համացանցում երևի թե կարելի է գտնել, իմ համար անհասկանալի է, որ ինչու Իսրայել պետությունը ինքիր պետության մեջ ոչ թե հрьяաները հասկանում եք, չէ, այսինքն Նյու Յորքի եւ այլ դեղի մասին չէ։ Իր քաղաքացուն, հա, այդ բանը օրենքով արգելել է, որ երևի թե ինչ-ինչ հանգամանքներ կա, քանի որ չեմ խորացել, չգիտեմ, բայց ես ուրիշ բան գիտեմ։ Մեր ուրեմն երկրում, դպրոցներում երեխաներին սովորացնում են ուրեմն հայ գրոնի պատմություն եւ գա Աստվածաշունչ, չէ, որ եկեղեցին ամենուրեք բան անում։ Աստվածաշունչի 5 գդագարանի հատվածում, հա, այդ նույն հրյա ժողովուրդը, հա, բացի Իրանից մնացած ոչ մեկին մարդ չի գոչում։ Այսինքն, այո, 5 գդագարանում ըսկանչելիորեն նշված է, որ մարդը Աստուծո ստեղծած մարդը նա հрьяան է եւ հрьяից դուրս ոչ մի մարդ, էակ, հա, դա մարդ չի, դա գոյ է։ Եվ մեզ անվանում են գոյ։ Սա իմ երեխային դպրոցում սովորացնում են։ Հիմա հարց. ինչու մեկը իրեն այլ է ասում ուրիշից, հա, բարձր է ասում, ընդրյալ է ասում, դա քննարկման ենթակա չի դառնում, իսկ հայկական ընտանիք կազմելու մասին գարձիկ արտահայտելը դա քննարկման ենթակա է դառնում, չեմ հասկանում։ Ինչու ռասիզմի մեջ չի մեղադրվում Աստվածաշնչում 5 գդագարանյան հատվածում, հա, ոչ հрья մարդու, ոչ հрья Աստծո արարածի, այսպես ասած, գոյ, միան գոյության էակ, ինչ որ էակ, հա, անվանագոչելը։ Ես զարմացած եմ։ Ժողովրդավարությունը, ուրեմն դեսագետների դարբերությունը, քննարկումները կարող են մեզ բերել միմիայն, հա, ուրեմն ավելի ճիշտ է, ավելի քաղաքագիրտին, ավելի ընկալելին։ Ես այսպես եմ մտածում եւ հենց դրա համար ինքս եմ ցանկացել, որ անպայման պիտի այս մասին արտահայտվենք։ Ու մի դժբախտություն, երևի դրանով գավառդեմ իմ խոսքը, որ այդ ովքեր այսպես ասած նման իմ դեսագի մտածող մարդկանց գարձիկ հայտնողներին ուրեմն ասում էին պետք է ցուցակագրել համացանցում գա մինչև հիմա եւ թադախազությանը հանձնել այդ մարդկանց որբեսի այս մարդիկ փանդարգվեն Հայաստանի Հանրապետությունում հանրապետական գուսակցության միաբեդական այսպիսի իշխանության օրակ մարդկանց ուրեմն թադախազության այս մեր բոլորիս ծանոթ թադախազության ուրեմն մատնելու բանը մեր երկրում ապրել ենք 1937 թվականին եւ դրա արդյունքում չարենց են կորցրել, փագունց են կորցրել, մեր ըսկանչելի ուրեմն բանն են կորցրել աստղափույլը մտավորականության իմ համար իրոք շատ մեծ ցավ եմ ապրել այդ քրոներից մեկն ալ ինձ շատ հարազատ ընկեր է մոդիկ մարդ բարձրապես ցավ եմ ապրել որ մարդը հա 2017 թվականին ինչին դուք եք շատ սիրում մեջբերում արել 21-րդ տարում 37 թիվն է իր մեջ ապրեցնում, որը իմ համար իրոք որ զարմանալի էր։ Իսկ հայության, հայ դեսագի մասին մի ըսկանչելի աշխատանք կա այստեղ, ըսկանչելի աշխատանք, որը մեզ բրգել է երկրորդ աշխարհամարտում Գերմանիայում։ Ուրեմն գոչվում է հայկականություն, արիականություն։ Այս աշխատանքը հայերեն լեզվով գոյություն ունի վաղուց Հայաստանում թարգմանված տրված։ Բրգել է հայությունը Գերմանիայում, ֆաշիստական Գերմանիայում եւ նրա բոլոր հոդվածակիրները օդար են։ Օդարները, օդար գիտնականները, հա, հոգեբանները հայ ազգի մասին ըսկանչելի վերլուծություն են արել պատմության լեզվի մասին։ Ուրեմն նման հարցի քննարկմանը մենք պիտի երևի դրամատրենք ժամանակը եւ ամեն ինչը։ Դժբախտաբար ես եւս գտնում եմ որ այս անհեթեթ, հա, անքննելի իրավիճակի մասին ստիպված ենք լինում մեր տեսակետները արտահայտել։ Այսքան։ Շնորհակալ եմ հիշեցնեմ, որ մեր հյուրն էր հրապարակախոս Սարգիս Հացպանյանը, ով փաստորեն չէր կիսում հաղորդման սկզբում հնչած որոշ կարծիքներ, թե որոնք էին դրանք, պարոն Հացպանյանը ներկայացրեց ու նաև իր դիրքորոշումը ներկայացրեց։ Հաջողություն։